Ողջույն բոլորին, օրվա կարևոր իրադարձությունն է հոկտեմբերի 15-ի համար, օրը չորեքշաբթի է, եւ ես գիտեմ, որ դուք արդեն հոգնել եք երևի այս քարտերից, ես փնտրում եմ նոր քարտեր, նոր հետաքրքիր քարտեր, նոր վառ գույներով իհարկե քարտեր, որովհետեւ գիտեք, ես սև քարտեր ոչ կպահեմ տունը, ինչ որ մեկն ասում էր վախենում ես եւ այլն, դա տհաճ է նաև ձեզ համար, որպեսզի դուք տեսնեք, որովհետև դրանք այդքան էլ լավ քարտեր չեն համարվում եւ ավելի վառ քարտեր եմ փնտրում, նաև փոքր քարտեր եմ փնտրում։ Բնականաբար, ինչպես որ իմ հետևորդներից շատերը փորձում են գտնել այս քարտերից, որը այլևս ինքը վաճառքների չի, ես այդպես գիտեմ, որովհետև ինքը շատ հին է եւ դարն ապրած է, եթե տեսնում եք ինձ մոտ էլ է ինքը արդեն դարն ապրում եւ ինձ ծանոթ մարդ է սա նվիրել, ես չեմ էլ գնել, որովհետև ինքը չի վաճառվում, հա, մի խոսքով չեմ վաճառվում։ Եվ հիմա որոշ քարտեր եմ փնտրում նմանատիպ տեսնեմ, հա, ընդհանրապես դրսում բավականին տարբեր ազգություններ կան եւ եթե դու ընկերություն ես ամիանց հետ, եթե դու հաշվի չես առնում, որ ինքը ինչ որ ազգի ներկայացուցիչ է եւ իրեն ես դիմում, բայց ես մի ծանոթ ունեմ, որ այս քարտերից ինքը շատ է վախենում, իրենց քարտերն ասա, ու այս քարտերից ինքը շատ է վախենում։ Ընդհանրապես որովհետև շատ հզոր քարտեր են իր համար եւ ինքը բավականին վախենում է անգամ իր ձեռքը վերցնել այնպես չի որ թեթև են սրանք բայց փորձում եմ նորություններ մտցնել եւ իհարկե քարտերի տեսքով ես ուրիշ բարդ քարտերով չեմ կարող աշխատել սիրելիներս որովհետեւ ես իմ ուժով եմ աշխատում եւ ես չեմ ուզում ուժս տրամադրել այդ կեղտոտ քարտերը վերցանելու համար, որտեվ ինձ դա պետք չի, ինձ թվում է ոչ թե ձեզ է պետք։ Նորմալ, ավելի ճիշտ ձևով, ավելի նորմալ քարտեր կան, շատ վառ քարտեր կան։ Մեկը արդեն պատվիրել եմ, 3 եմ պատվիրել, մյուսը փնտրում եմ։ Փնտրում եմ, տեսնեմ ինչ կարողանամ գտնել, որ երկրին դիմեմ որ երկրի ներկայացուցչին դիմեմ, որպեսզի ինչ որ նմանատիպ ինձ քարտեր տան, որ մի քիչ փոփոխություն լինի ձեզ մոտ։ Ինձ թվում է դուք էլ եք հոգնել, մի քիչ էլ ես էլ եմ հոգնել։ Այսքանը տեղեկատվության համար, բայց պետք է հասկանալ, որ ընդհանուր առմամբ սա է, որ խոսում է ամեն օրվա մասին, որ դուք կարող եք իմանալ ամեն օրը ձեր ինչ է սպասվում։ Մնացածը մի քիչ ավելի գլոբալ են, նրանք ավելի երկար են խոսում, կարող է այդ նույն օրը չկատարվի ձեր կյանքում ինչ-որ մի փուլում այդ դա նոր կատարվի, հա, բայց դա ամենօրյայի մեջ է մտնում, դա ճիշտ չի, դա նորմալ չի։ Ահա, եւ նայենք տեսնենք, թե մեզ բոլորիս ինչ է սպասվելու այդ օրը, հոկտեմբերի 15-ին չորեքշաբթի օրը, նայենք խոյերին։ Ինչ է սպասվում խոյերին հոկտեմբերի 15-ին։
Հարգելի խոյեր, այդ օրը ոչ է նամակ կարող ստանալ փաստաթուղթ, տեղեկատվություն, նաև փաստաթղթերի հետ կարող եք աշխատել, ինչ-որ պայմանագրեր ստորագրել, ուրախ կլինեք, բարձր տրամադրություն կունենաք, էներգիայովլի կլինեք, նաև հանկարծակի լուր այդ օրը կլսեք, երջանիկ կլինեք, հա, ինչ-որ մի բան էլ ձեզ երջանկացնի մի անկյունում և սպասում եք ինչ-որ մեկին, գուցե այդ հանկարծակի լուրին եք, ինչ-որ բանի եք սպասում հանկարծակի ստանում եք, հա, թեկուզ այդ լուրը։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ցուլերին։ Ինչ է սպասվում ցուլերին հոկտեմբերի 15-ին։ Հարգելի ցուլեր, այդ օրը հանկարծակի լուր եք լսելու, նաև կարող եք հուզվել, կարող եք նաև արտասվել, այդ օրը նաև հանդիպում ունեք ինչ-որ մեկի հետ և ձեր ցանկությունները կիրականանան։ Այստեղ արդեն չեմ կարող ասել հուզմունքը լավն է, թե վատ, հա, արտասուքը լավի համար է, թե վատ, որովհետև չկա։ Չկա ոչինչ, որ ես մոտավոր կոնե ասեմ ձեզ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք եկվորյակներին։ Ինչ է սպասվում եկվորյակներին հոկտեմբերի 15-ին։ Հարգելի եկվորյակներ, այդ օրը հանկարծակի լուր կարող եք լսել, նաև հուզվում եք, ման կարող են արտասվել, այդտեղ օձեր կան, կարող է բամբասանք է խոսակցությունը, միգուցե դրա մասին եք լսում, կամ իրանք են ինչ-որ մի բան այդպես ասում, կամ
այդպես վերաբերմունք եք ստանում, որ ձեր տրամադրությունը մի փոքր նաև ընկնում է, հուզվում եք, այդպես։ Երեխաների հետ կապված իրադարձություններ կլինեն, նա վրա հղիություն, ծննդաբերություն, առիթ, գալ թորները ձեր տուն, երեխաների հետ կարող եք անցկացնել նաև։ Հեռախոսազանգ, ոմանք կունենան գաղտնի սիրային հարաբերություններ, հանդիպում այդպես, նաև գաղտնի եռանկյուն հարաբերությունները, եւ կարող եք հանդիպել տվյալ անձնավորության հետ, միգուցե դա է բացահայտվում, հուզվում եք, միգուցե հուզվում եք, որ թաքուն պետք է հանդիպեք ինչ-որ մեկի հետ, նաև սա թաքուն գործողություններ են, միգուցե երեխայի առիթի հետ է կապված, հղիության, կարող ինչ-որ ուզում եք ցույց տաք, ինչ-որ անակնկալ անել ամուսնուն, թե որ հղի եք, ինչ-որ նման պահեր կարող են լինել։ Եվ հանկարծակի լուրը լսելուց հետո տատանվում եք, ինչ այդ հարցերը ծանրութեթև կանեք, այն ինչ-որ կլսեք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք խեցգետիններին։ Ինչ է սպասվում խեցգետիններին հոկտեմբերի 15-ին։ Հարգելի խեցգետիններ, այդ օրը մի փոքր կհուզվեք առավոտյան, նաև արտասվում եք, չեմ կողմ հուզված եք արթնանում, միգուցե ինչ-որ երազ եք տեսել, դրանից եք այդպես արթնանում։ Նաև այդ օրը առիթ ունեք, կամ ձեր տանն է այդ առիթը, կամ պետք է գնաք այդ առիթին։ Նաև տան հետ կապված ոչ թե իրադարձություններ են, ինչ-որ մի հարցում այստեղ կավարտեք, եթե օրինակ ձեր տանն է առիթը, ապա ամեն ինչ կհասցնեք, ճաշը ամեն ինչ կավարտեք նորմալ ճիշտ ժամանակին, մինչև հյուրերը գան։ Եթե դուք պետք է գնաք առիթի, ապա եւս, ինչ-որ ամեն ինչը կհասցնեք, ճիշտ ժամանակին այնտեղ կլինեք։ Նաև ինչ-որ բաներ այդ դեպքում արդեն ձեր ձեռքից բաց կթողնեք օրվա ընթացքում, ժամը ձեզ համար շատ կարևոր է, ժամին պետք է հետևեք, եւ օրվա ընթացքում կարող եք նաև ցանկանալ հանգստանալ, պարկել, միգուցե ամեն ինչ անեք, վերջացնեք, պարկեք մի փոքր հանգստանաք, մինչև հյուրերը գան, եթե ձեր տանն է առիթ է։ Կամ եթե միգուցե տան բացում եք անում, տունն եք կարգի իրավիրել, հոգնում եք, պարկում եք, հետո մինչև հյուրերը գան։ Ինչ էլ որ լինի, ձեր օգտին է լինելու, կարողանալու եք ամեն ինչը անել այդ օրը ավարտել։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք առիթներին։
Ինչ է սպասվում առուսներին հոկտեմբերի 15-ին։ Հարգելի առուսներ, այստեղ իմ օրն է, գիտեք, որ ես լուսնայինով առյուծ եմ, եւ այստեղ այնինչ որ ասում եմ, այդ իմ օրն է, ամբողջությամբ։ Սեղանի շուրջ եք այդ օրը նստելու, նաեւ կարող եք առիթ նշել դուք ինքներդ կամ գնաք առիթի կամ ձեր տանն է այդ առիթը։ Նաեւ պետական հիմնարկության հետ կապված հարցեր ունեք, այստեղ գործնական հանդիպում, գործնական խոսակցություն ունեք։ Նաև հանդիպում շփում ձեզ համար մտերիմ անձնավորության հետ, ընկերոջ հետ կամ հարազատ ոյցե մարդու, ոյցե հարցում հաղթանակած դուրս կգաք եւ հույսով լցված եք գնում այդ գործնական հանդիպմանը, գործնական խոսակցությանը։ Եվ ոնց որ կամ նոր հույս է արթնանում, կամ հույսներ դրել եք ինչ որ մի բանի վրա։ Օրը ձեր ձեռքում է, շատ բան ձեզանից է կախված։ Այսքանը ձեզ համար։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք կույսերին։ Ինչ է սպասվում կույսերին հոկտեմբերի 15-ին։ Հարգելի կույսեր, այդ օրը տան հետ կապված ինչ որ հարցեր կան, որոնք որ կլուծեք, կավարտեք, կվերջացնեք այդ օրը։ Միգուցե առիթի հետ կապված է տարողության, ինչ որ գնումներ եւ այլն դրանք կարող եք անել վերջացնել։ Ոմանք ունեն եռանկյուն հարաբերություններ, այդ օրը կհանդիպեք, ոմանք ունեն սիրային թաքուն հարաբերություններ եւս այդ օրը կհանդիպեք տվյալ անձնավորության հետ։ Տատանվում եք ինչ որ մի հարցի շուրջ ծանր ու թեթևականում ինչ որ մի հարցեր, հանկարծակի լուր կլսեք, միգուցե դրանից է, որ ծանր ու թեթև եք անելու։ Նաև սա գախնի ոչա գործողություններ են, եթե առիթ կա, միգուցե ինչ որ անակնկալ եք պատրաստում ձեր սիրելիների համար կամ իրենք են այդպես պատրաստում եւ հաջողություն ունեք այդ օրը։
Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կշարքների։ Ինչ է սպասվում կշարքներին հոկտեմբերի 15-ին։ Հարգելի կշարքներ, այդ օրը ճանապարհ եք գնալու կամ ինչ-որ մարդիկ կարող են գալ ձեզ մոտ։ Այդտեղ առիթ է, դե բնականաբար ձեր առիթն է, կամ ձեր տուն են գալու, միգուցե օրինակ ես իմ ծննդյան օրը միշտ գնում էի մեկ այլ տեղ ծնունդ էինք նշում, հետո նոր գալիս էի իմ տուն, որովհետև դա հատկապես երբ որ կարևոր առիթ չէր, տարի չէր այդպես գնում էի, ընկերուս երեխան էլ էր նույն օրը ծնվել եւ իրենց տուն էի գնում, այդպես էինք նշում առիթը, ծնունդս իհարկե, դե ինչ արած։ Մինչեւ արդեն երբ որ գալիս էր կենտրոնահա 30 տարեկանը, այդպես 35 նոր հետո նշում էինք մեր ընտանիքով։ Որտեւ մեր բարեկամությունը բոլորը դրսում են եւ չկար այդպեսի մարդիկ, որ ասեին դե լավ, դե բոլորով հավաքվենք միտեղ մի ռեստորան կամ մի ինչ-որ մի բան։ Այստեղ նաեւ հա ճանապարհ եք գնալու, ձեր առիթն է կամ հա պետք է գան ձեր առիթն է գալիս են կամ դուք եք գնում։ Նաեւ օրվա ընթացքում կցանկանաք պարկել, հանգստանալ, ոմանց համար է սա ինտիմ հարաբերություններ են։ Նաև երեխաների հետ կապված իրադարձություններ կլինեն, գուցե ծնունդ է, կնունքը ինչ-որ մի բան է երեխաներին է վերաբերվում, նաև հղիություն, ծննդաբերություն, երեխաներով շրջապատված կլինեք նաև այդ օրը, հանդիպում ունեք եւ որը գործեր կարող եք ձեր ձեռքից բաց թողնել։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կարիճներին։ Ինչ է սպասվում կարիճներին հոկտեմբերի 15-ին։
Հարգելի կարիճներ, այդ օրը ուրախ եք, բարձր տրամադրություն կունենաք։ Այն գործերը, որոնք որ կիսատ են մնացել, այդ գործերին ավարտ կլինի, կվերջացնեք այդ գործերը, օրը ձեր ձեռքում է, շատ բան ձեզանից է կախված։ Եվ նաև այստեղ գործնական հանդիպում, գործնական խոսակցություն ունեք եւ ինչ որ մի բան ձեզ ցավ է տալիս։ Ուշադիր եղեք, որ այդ գործնական խոսակցությունը չլինի։ Այդ ինչ որ տրամադրությունը ձեր գցի։ Դա նաև վեճ է կարող եք այդ դրա ընթացքում, հա, ինչ որ իրար սուր կծող խոսքեր ասեք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք աղեղնավորներին։ Ինչ է սպասվում աղեղնավորներին հոկտեմբերի 15-ին։ Հարգելի աղեղնավորներ, այդ օրը ուրախ կլինեք, բարձր տրամադրություն կունենաք, էներգիայով կլինեք, ժամը ձեզ համար շատ կարևոր է, ուշադրություն դարձրեք ժամին, որպեսզի չուշանաք, հեռախոսազանգ կունենաք, նաև ոչ իրադարձություններ են, որոնք որ կատարվում են ձեզ հետ յուրաքանչյուր ամիս, այդ ամիս եւս կկատարվեն, նաև վերջին մեկ ամսվա որևիցե իրադարձություն կարող է ավարտվել։ Եվ դուք էլ ինքներդ էլ ինչ-որ մի բան կավարտեք այդ օրը, վերջնական լուծում կտաք որևիցե հարցին։ Եվ նվեր կգնեք, ինչ-որ մեկին կարող եք տալ, հրաժեշտ տալ իրար, ուղարկեք, հա, ոնց որ իր հետ այդ նվերը կամ դուք կարող եք նվեր ստանալ եւ հրաժեշտ տալ իրար, ինչ որ ձեզ նկողը ձեր ընկերուհին եւ այլն բարեկամներ եկել եւ պետք է գնա, հանդիպում եք իրար, նվեր եք տալիս։ Սա նաև կարող է կապված է, եթե դուք եք ինչ-որ մի բան արտադրում, սարքում, պատվեր եք ընդունում, ապա կարող է տվյալ անձնավորությունը պատվիրել էր, որպես նվեր, այդպես տալիս եք իրան եւ վերջը ոնց որ այդ թեմային։ Այսինքն գործ արել, վերջացրել եք, տվել եք իրան, այդպես ասած։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք այդ եղջյուրներին։ Ինչ է սպասվում այդ եղջյուրներին հոկտեմբերի 15-ին։
Հարգելի այցեղջյուրներ, այդ օրը երեխաների հետ կապված իրադարձություններ կան, երեխաներով պետք է զբաղվեք կամ իրենց հետ կապված ինչ-որ հարցերով, նաև թորները կարող են գալ, ծորները կարող են գալ, նաև դա կարող է լինել հղիություն, ծննդաբերություն։ Օրվա ընթացքում ինչ-որ բան կարող է ձեզ տանջել, սկսեք տատանվել, մտածել այդ ուղղությամբ, նաև կարող եք վիճել, որովհետև գաղտնիք կբացահայտվի, միգուցե նաև տուն եք մաքրում եւ այնտեղից ինչ-որ բան եք գտնում, որը եւս էլի գաղտնի էր պահված, կարող եք այդ օրը հայտնաբերել այն, եւ նվեր կամ դուք կստանաք կամ դուք կնվիրեք կամ կարող է ձեր ձեռքով եք պատրաստում ինչ-որ մեկի համար նվեր։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ջրհոսների։ Ինչ է սպասվում ջրհոսներին հոկտեմբերի 15-ին։ Հարգելի ջրհոսներ, այդ օրը հեռախոսազանգ կունենաք, նաև գումար եք կարծես թե վճարում կամ բժշկին, կամ ուսումնական կենտրոնին, կամ վճռապետական հիմնարկությանը, կամ գումարի մասին կխոսեք այնտեղ արժեքի մասին նաև նույնպես։ Որոշ հարցեր կլուծեք, կավարտեք, միգուցե վճարում եք ինչ-որ բաներ եւ այդ հարցին լուծում եք տալիս, նաև օրվա ընթացքում մի կողմից հույսով եք, մի կողմից հույսն դել եք ինչ-որ մեկի վրա, մյուս կողմից տատանվում եք, ծանր ու թեթև եք անում ինչ-որ հարցեր, ինչ-որ բաներ կան, այդպես մտածում եք, գցում բռնում եք, այդպես կարելի ասել։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ձկներին։ Ինչ է սպասվում ձկներին հոկտեմբերի 15-ին։
Հարգելի ձկներ, այդ օրը ժամը ձեզ համար շատ կարևոր է, ժամին ուշադրություն դարձրեք, որպեսզի չուշանաք, սա պետական հիմնարկության հետ կապված հարցեր ունեք, կարծես թե ինչ-որ բաներ եք վճարելու, այնտեղ արժեք պետք է հարցնեք, արժեք իմանաք, նաև ուսման կենտրոն դա կարող է լինել, բժշկական կենտրոն կարող է լինել, ինչ-որ մի բան ձեզ ցավ է տալիս, միգուցե արժեքն է ձեզ ցավ տալիս օրինակ, կամ որ էլի պետք է վճարեք, այդքան գումար էլի ձեզանից գնա, նաև այստեղ ոմանց սերկ խոստովանեն, դուք սերկ խոստովանեք, նաև սիրված կզգաք, ինչ-որ մի բան կարող է տեղի ունենալ, որից որ դուք ձեզ լավ զգաք, սիրված զգաք, ձեր սիրելիների շրջապատում կլինեք, և ձեր սիրելիները